Ամեն տղամարդ իր տարբերակը ինքը պետքա գտնի, ոնց պետքա ուշադրություն հատկացնի կնոջը։ Ամուսնանում եք, չէ տղաներ, բերում եք կնոջը տուն։ Всё, ամուսնացաք, բերեցիք, դրեցիք եւ վերջ։ Ոչ, ամեն ինչ նոր է սկսվում։ Կինը այդպես է։ Կինը ուշադրության կարիք ունի, մանր-մունր։ Ձեզանից ոչ փողա գնալու, ոչ ջանք եք թափելու, ուղղակի դուք հիշելու եք, որ ամուսնանալուց հետո է սկսվում նոր ձեր ճիշտ վերաբերմունքը։ Դուք էլ պետքա կարողանաք ճիշտ դրսևորվեք, եթե մի քիչ ծանր բնավորությունով տնեցիք ունեք, դուք պետքա դրնեք ձեր կնոջը պուպուշ տեղ, որ ոչ ոք չնեղացնի իրան, որ դուք ստանաք սեր, վայելք, ախր ձեր հենց ֆունկցիան դա է, որ պաշտպանեք կնոջը, ամեն ինչից ու ամեն մեկից, ես չեմ ասում ծնողներից, բարեկամներից պաշտպանել, ոչ, ես ուզում եմ ասել, որ դու ճիշտ ներկայացնես, որ իմ կինն է, ոչ ոք չնեղացնի իրան, լավ գործ չի անում, ոչինչ կսովորի, լավ չի պատասխանում, ոչինչ ջահել է, ինձ ասեք, ես բոլոր հարցերը կլուծեմ, տղաներ, դուք բերում եք այդ կնոջը ձեր կնության, ինքը ձեզ համար ամեն ինչ անելու է, դուք իրան մի հատ փոքրիկ բան եք տալիս, ինքը ձեզ պատասխան ամեն ինչ ամբողջ աշխարհն է տալիս, դուք հասկանում եք, որ դուք պատասխանատու եք ձեր կանանց համար, մի թողեք մարդիկ իրանց նեղացնեն, այդ մեկ, երկրորդը, փոքր, մանր, մունր ուշադրություն, գնացիր, պաչում գնում ես, գալիս ես, պաչում գալիս ես, ընթացքում հարցնում ես ոնց ես, այո, դա է սերը, մի մոռացեք, կնոջ համար դա է սերը, ձեր համար սերը ուրիշ է, նախնական ամեն ինչ անում եք, գրավում եք, բերում եք տուն իրան, հետո սկսում եք արդեն մտածել մեծավարի, տղավարի, բոլորից շատ հարգում եմ, ընդունում եմ, այո, բայց ընթացքում մի մոռացեք մանր-մունր ուշադրությունը, ընդհանրապես սխեման սա է, պատկերացնում եք ինչքան հեշտ է, դուք արդեն հիմնականում հասկացաք, չէ, գնալ, գալուց իրար պաչում սիրում ենք, ընթացքում զանգում հարցնում ենք ոնց ես, ուղղակի, ոչ թե հա ոնց ես, ինչ կա չկա վերջ, չէ, դուք պետքա հիշեք, ինքը այդ օրը ինչ պետքա աներ, իրար երկուսդ էլ, ու ավելի շատ տղամարդուն, որտեղ եթե տղամարդն է հիմնական դուրս գալիս աշխատում, գումար բերում, նու մենք էլ ենք աշխատում, բան չունեմ ասելու, այնքան դժվար է, որ երկու կողմանի չեմ ասում, այո, բայց տղամարդունը ավելի կարևոր է, որ ինքը զանգի կոնկրետ հարցնի, դու հիշում ես, որ այսօր կինը տատամնաբուժի մոտ պետք է գնար, կամ պետքա գնար ինչ-որ հատուկ տեղ, կամ երեխայի պրազնիկներ, կամ ուտրինիկներ, ինչ-որ մի բան զանգում հարցնում ես, այդ արարողությունը ոնց անցավ, ամեն ինչ նորմալ է, դու գոհ ես, քո սրտով ես, վերջ, ընդհանրապես այդքան բան հրաշքներս, մեկ-մեկ ասում եք, որ ինչ անում եմ օգուտ չունի, ինչ անում եմ նույնն է մնում, գիտեք ինչ, պետքա իր բնավորությունը իմանայիք, դրա համար եմ ասում 2-3 ամիսը